Կառավարության անդամներն այսօրվա նիստի մեկնարկին գրքեր նվեր ստացան։ Դրանք պետական աջակցությամբ հրատարակված տարբեր գործեր էին։ Ինչպես գիտեք, այսօր Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը արդեն ավելի քան 15 տարի մեր երկրում նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր, եւ այս կապակցությամբ մեր նախարարությունը կառավարության նիստի բոլոր մասնակիցներին փոխանցել է գրքեր։ Իհարկե այդ գրքերի մեջ մեծ բաժին ունեն հենց Հովհաննես Թումանյանի գործերը, բայց մենք սիրով մեր գործընկերներին ենք փոխանցել նաև ժամանակակից հայ գրողների եւ նաև թարգմանական գրականության նմուշներ։ Հուսով եմ, որ կարդալու ժամանակ կունենանք եւ նաև գուցե միմյանց փոխանցենք մեր կարդացած գրքերը։ Զեկուցվող առաջին հարցը վերաբերում էր օտարերկրյա ներդրողներին։ Ընդունվող որոշումը մի շարք փոփոխություններ կմտցնի ներկայում գործող համապատասխան օրենքում։ Այսպիսով նախագիծը սահմանում է խտրականության բացառման երաշխիքը իր երկու կարևոր բաղադրիչներով՝ ազգային ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա ներդրողները ունենալու են տեղացի ներդրողներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, եւ առավել բարենպաստության ռեժիմը, համաձայն որի օտարերկրյա պետությունների ներդրողները համանման իրավիճակներում ունենալու են համանման նույնանման բարենպաստ վերաբերմունք։ Նախագծով սահմանվում են իրավական եւ ֆիզիկական պաշտպանվածության մի շարք դրույթներ օտարերկրյա ներդրողների համար, նպատակ ունենալով Հայաստանը նրանց համար առավել գրավիչ դարձնել։ Սահմանում է այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք են կապիտալի եւ գույքի ազատ տեղաշարժն ու փոխարկումը, հողի նկատմամբ սեփականության եւ այլ գույքային իրավունքները, աշխատողներ վարձելու երաշխիքը, վեճերի լուծման մեխանիզմը, արդարադատության մատչելիությունը եւ այլն։ Հաջորդիվ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը կառավարության անդամներին ներկայացրեց փոփոխությունների փաթեթ, որոնք կկարգավորեն մասնակցային բյուջետավորման գործընթացը խոշորացված համայնքներում, որպեսզի սուբվենցիոն ծրագրերը տարածվեն նաև առավել փոքր բնակավայրերի վրա։ Սուբվենցիայի հայտերի վերջնաժամկետը սահմանվում է մարտի 1-ը ներկայիս ապրիլի 1-ի փոխարեն, որպեսզի ծրագրի իրականացման համար ավելի երկար ժամանակ մնա բյուջետային տարում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի նախագծով էլ կառավարության համաձայնությունը ստացավ 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորումը։ Ցանկում Սյունիքի մարզից 5 համայնք էր։ Սիսիան համայնքի Աղիտու եւ Վաղատին բնակավայրերում խմելու ջրագծերի վերանորոգում ավարտական փուլում են գտնվում աշխատանքները։ Կապան համայնքի Աղվանի բնակավայրի խմելու ջրամատակարարման համակարգի կառուցում կատարված է շինարարական աշխատանքների 75%-ը։ Տեղ համայնքի Կորնիձոր եւ Վաղատուր բնակավայրերում խաղահրապարակների եւ ժամանցի կենտրոնների կառուցում աշխատանքները ավարտված են։ Քաջարան բնակավայրի Քաջարան Շահումյան 8 հասցեի բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում էներգախնայող միջոցների կիրառմամբ աշխատանքները եւս ավարտված են։ Գորիս համայնքի Գորիս բնակավայրի Այգեստան փողոցի մի հատվածի հիմնանորոգում Քրիստաֆոր փողոցից մինչև քաղաքային ֆուտբոլի դաշտ աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մի քանի մանրամասներ ներկայացրեց կենսաթոշակներն ու նպաստներն անկախիկ եղանակով վճարելու վերաբերյալ։ Կրկին հորդորեց մինչև մարտի 5-ը մոտենալ բանկ եւ քարտ ստանալ։ Հակառակ դեպքում դրանք ուղղակի կառաքվեն շահառուների տներ։ Ավտոմատ է լինելու ընտրությունը, այսինքն համակարգի միջոցով, պատահականության սկզբունքով հաշվի առնելով որոշ պարամետրեր, այդ ընտրությունը կատարվելու է համակարգի կողմից, որպեսզի որևէ մեկը ապրիլի 1-ի դրությամբ զրկված չլինի իր կենսաթոշակը կամ նպաստը ստանալու իրավունքից։ Դրանից հետո ընտրությունը ավտոմատ կատարելուց հետո մարտի 5-ից մինչև ապրիլի 1-ը մենք ապահովելու ենք քարտերի առաքումը սուրհանդակային ծառայության միջոցով, տարբեր տեսակի ծառայություններ կարող են լինել կամ բանկեր, որ իրենք են պատրաստական դա անել, կամ բանկեր, որ մեր միջոցով դա կարվի, հիմա նաև այդ բանակցությունները շարունակվում են, եւ մինչև ապրիլի 1-ը հնարավոր չի լինելու փոխել վճարողին, այսինքն եթե բանկը ավտոմատ ընտրվել է, ապա մինչև ապրիլի 1-ը հնարավոր չի լինելու փոխել։ Արսեն Թորոսյանի խոսքով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ մշակում է այն քաղաքացիների ցանկը, որոնք քարտ ստանալու համար բանկ չեն հասնի։ Տիգրանուհի Բադալյան, Սյունիք լուրեր։